Հանուն եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արասատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Գիտեք, որ աշխարհի մեջ ամենեն ահավոր բանը ինչ է։ Մեղքը։ Մեղքը սիրելիներ գործանարար է։ Շատ մարդիկ կան, որոնք կսեն, որ ամեն քսալ մեղավոր ենք, Աստված կներե։ Այո, Աստված կներե սիրելիներ, երբ որ մենք կխոնարհենք Տիրոջ դիմաց, կզղջանք մեր մեղքերը, Տիրոջ կդառնանք եւ կսենք մեղա Աստծո։ Սակայն ոչ թե գիտակցաբար ամեն անգամ մեղ գործենք եւ ասենք, որ Աստված կներե։ Երբեմն շատ հիմար եւ շատ ահավոր խոսք մգա, որ մարդիկ կսեն, նույնիսկ հավատացյալներ կսեն, «Գյանքս ուղիղ ապրեցա, եթե ասի ըրածս մեղք է, թող ասալ Աստծոքով մեղք արցնակրվի»։ Այս խոսքը հիմարական խոսք է։ Չեն կրնար սիրելիներ երևակայել, որ այս խոսքին յետին Աստծո հանդեպ ըմբոստություն կա։ Մենք մեզ Աստծո բաժնած կլանք, որովհետև մեղքը Աստծո համար ադելի բան է։ Եվ մեղքին վարձ կբողոսարակյալ գսե մահ է։ Հետևաբար երբ որ գսենք, որ թող Աստված ասալ ինձ մեղք համարե, կնշանակե, որ մենք մեզ Աստծո բաժնած կլանք։ Ինչու՞ համար Քրիստոս աշխարհ եկավ։ Աշխարհը դիտելու։ Ոչ։ Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի մեղավոր մարդկությունը, որ Աստծո հեռացած էր, իդ վերադարձներ։ Իդ դարձներ Աստծո։ Հիշեցեք անարակ որդին Արագը, թե ինչպես անարակ իդ դարձավ իր հորը։ Ասիրելներ, անցնող շաբաթվանե սկսած էզի ընթերցել Բաբա Շնուդայի Ղբդի ուղափար մեզի քույր եկեղեցվո մեծ հոգևոր առաջնորդ Շնուդա Բաբի դարձիր առաստված այս քիրքը։ Անցնող շաբաթ ընթերցեցի սիրելներ այն բաժինը, ուր որ Բաբա Շնուդան ցույց կտա, թե ինչպես մեղքը մարդիկ Աստծո կբաժնե։ Այսօր պիտի ընթերցեմ երկրորդ գլխակարգումը, գսե մեղքը սրբերի դասից գդրված լինելն է։ Սուրբերու խումբենալ, սուրբերու ընտանիքենալ, հավատացյալներու ընտանիքենալ մեզ գգդրե մեղքը։ Հետևաբար լուրջ առնենք մեղքը։ Եվ սիրելներ աշխատենք մեր անձերուն վրա, որբեսի գամավոր մեղքերը հրաժարինք, գամավոր մեղքերու մեջ հանգարց մենք մեզ չնետենք, այլ հրաժարինք անոնցմե, իսկ ագամա մեղքերուն ամարալ Աստուծմե խնդրենք, որ զորություն տա մեզի, որ չինանք այդպիսի մեղքերու մեջ։ Լսենք ինչ սկանչելի խրատներ կուտա Բաբա Շնուդան եւ կբացատրե, թե իսկապես ինչպես մարդ մեղքեր կործելով գրնա սուրբերու ընտանիքեն գդրվիլ։ Զանազան ուրեմն խոսքեր գմեջբերե Աստվածաշունչեն, որբեսի ավելի լավ բացատրե մեզի եւ մենք ավելի լավ հասկանանք ինչ կնշանակե սուրբերու ընտանիքեն զրկվել։ Մեղքը սրբերի դասից գդրված լինելն է։ Եկեղեցին սրբերի հավաքականությունն է, ովքեր ապրում են Աստծո հնազանդության մեջ։ Նիգիական հանքանակի մեջ մենք ասում ենք հավատանք եւ միայն ընդհանրական եւ առաքելական սուրբ եկեղեցի։ Եկեղեցին որպես շինություն մի վայր է, որը սուրբ է Տիրոջ համար։ Սաղմոսի մեջ ասվում է. սրբություն եւ մեծապարություն նրա սրբարանում։ 96-րդ Սաղմոսի 6-րդ համարն է այս խոսքը։ Իսկ Աստված իր ժողովրդին պատկամում է. քո փանագադեղին մաքուր պետք է մնա։ 5 դագարանի երկրորդումն օրինաց կրկեն 20-րդ գլուխ 14-րդ համար։ Հետևաբար մեղավորը իր մեղքի կամ Աստուծուց ու եկեղեցուց երես թեքելու պատճառով իր վարքագծով կամ իր մտածելակերպով ինքն իրեն գդրում է հավատացյալների սրբազան համայնքից, իսկ համայնքն էլ իր հերթին դարանչատվում է նրանից։ Միայն մեղքի մեջ ընկած մարդու գործողություններն են, որ նրան զադում են հավատացյալներից։ Մեղքի մեջ ընկած մարդու կյանքը
նրանց կյանքի հետ ոչ մի նմանություն չունի։ Նրա սկզբունքները տարբեր են, նրա վարքագիծն ու ցևը, նրա ճանապարհներն ու միջոցները նրան առանձնացնում են բոլորից հոգով, մտքով եւ իր կյանքի ընթացքով։ Այդպես է սիրելներ, անոր շարունակե մեղքերու մեջ մնալ, իր կյանքով, մտքով, հոգիով, կորձելագերբով, խոսքով, ամբողջությամբ գզանազանվի մյուսներեն։ Ինքզինք զադած կլա, որովհետև անոնք, որոնք Քրիստոսի գուզեն հետևիլ, Քրիստոսի օրենքներով, Քրիստոսի բادرամներով է որ գաբրին։ Իսկ ան որ գուզե մեղքերու մեջ ապրիլ, ինքզինք անչադած կլա ոչ միայն Աստուծմե, այլ նաև հավատացյալներու ընտանիքեն։ Նույնիսկ նրա խոսքն ու արտահայտություններն են տարբերվում սրբերի խոսելագերբից։ Ճիշտ այնպես, ինչպես որ ասվում է Աստվածաշունչում, քո խոսվածն էլ քեզ հայտնի է անում։ Եվ որ գինը ըսավ Պետրոսին, որ քո խոսակցությունը ցույց կտա, որ դու Գալիլեացի ես։ Մատթեոս 26-րդ գլուխ 70-րդ համար։ Հետևաբար ինչպես որ սիրելներ ամեն մեկու խոսակցութենեն գիտենք, որ օրինակ այսինչը Երևանցի է, օրինակ մեր ասկի մեջ տանք, ասիկա Լենինագանցի է, ասիկա Գյումրեցի է եւ այլն, ասիկա Քավարեն է, ամեն մեկու խոսակցութենեն գիտենք, այդպես ալ սիրելներ, երբ որ մեկը մեղավոր կյանքով գաբրի, մեղավոր բաներ գխոսի, անոր խոսակցությունը հստակ է, մեղավոր խոսակցություն է եւ ոչ թե Աստուծո ընտանիքին խոսակցությունն է, որ գոչված է Քրիստոսի հետևելու, Քրիստոսի խոսքերը խոսելու։ Հովանես Արաքյալը խոսելով այդ բաժանման մասին ասում է. սրանով են դարբերվում միմյանցից Աստուծո որդիները եւ Սատանայի որդիները։ Առաջին Հովանու նամակի 3-րդ գլխու 10-րդ համարի մեջ կսե Արաքյալ այս խոսքը։ Դա մարդկանց դարբեր խմբերի բաժանում է ըստ իրենց ունեցած վարքագծի եւ Աստուծո անդեմ ունեցած սիրո չափի։ Դա հստակ դարբերագում է ոչխարների եւ այծերի որագումների միջեւ։ Նայեցեք սիրելներ, այսօր դժբախտաբար աշխարհը տասագարկային բաժանումներ գնե հարուստներու, աղքատներու եւ այլն։ Սակայն քրիստոնեական կյանքի մեջ այդպիսի տասագարկային բաժանում չկա, սակայն գա ուրիշ բաժանումը։ Գամ Քրիստոսի հետևորդ ես եւ Քրիստոսի անդեպ քուսերը ցույց կտաս իր բادرամները բայելով, որովհետեւ Հիսուս ցավ ով որ զիս կսիրեին բادرամներս կբահե եւ գամ Քրիստոսի հետևորդ ես, աշխարհի հետևորդ ես։ Այս է բաժանումը համաձայն Աստվածաշունչին, ոչ թե հասագարկային բաժանում աղքատի, հարուստի, գրոնավորի, աշխարհականի, մեծի կամ փոքրի, որովհետև չկա Աստվածաշունչին համաձայն նոր գդագարան համաձայն չկա հարուստի, աղքատի, ազատի, ծարայի դարբերություն գիներու եւ դղամարտու, այլ բոլորն ալ Քրիստոսով հավասար են, բայց գա սիրելիներ Աստուծո դիմաց ուրիշ բաժանումը, որ գամ Աստուծո հետ ենք, Աստուծո ճամփու մեջ կգալենք եւ գամ Սատանային հետ ենք եւ Սատանային գամքը կկատարենք։ Դա մարդկանց դարբեր խմբերի բաժանում է ըստ իրենց ունեցած վարքագծին։ Հստակ է իրենց վարքագիծեն հայտնի են որ խումբին կպատկանին։ Ադորամար Հիսուս կխոսի ոչխարներու եւ այծերու մասին։ Հավատացյալները ուրեմն նմանացնելով բարի խոնար ոչխարներուն, իսկ զարդուղիները իր մի հերացածները նմանցնելով այծերու եւ իսկապես այդպես է։ Ոչխարները միշտ սիրելներ իրենց հովիվին շուրջն են, իսկ այծերը գլուխնին գարնեն եւ ժայռերուն վրա կմաքրցին։ Եկեղեցին պետք է միասնական լինի մտքով, հավատքով ու հոգով։ Ով ինքն իրեն անջատում է այս գոմնորոշումից, արտահայտում է իր անձնական ցանկությունը դարանչադելու իրեն այդ միասնական հոգուց։ Ով որ ինքզինքը եկեղեցին գանչադե, ուրեմն սիրելներ կնշանակե որ եկեղեցի մաս չգազմեր։ Դրանով նա վտանգավոր է դառնում սրբազան համայնքի համար, որն իր հերթին նրան գդրում է անդամակցությունից, այն բանից հետո, երբ նա իր գործողություններով ինքն իրեն դուրս է թրել համայնքից։ Նման դեպքում Աստվածաշունչն ասում է. «Վերացրեք չարը ձեր միջից»։ Պողոս Արաքյալ գսե առաջին Կորինթացիներու նամակի 5-րդ գլխու 10-րդ համարի մեջ։ Եթե չարություն մգա, մեկը գա որ իսկապես եկեղեցու կյանքի մեջ, համայնքի կյանքի մեջ չարություն գնե եւ չարիք է, պետք է վերացնել, պետք է գդրել զինք, պետք է դարանչադել համայնքային կյանքեն, եկեղեցու կյանքեն, այդպիսին։
Եկեղեցու կողմից ցերնարգված զադորոշման այս գործընթացն ուղղված է իր անդամակցությունը սուրբ բահելու համար, որտեղ եկեղեցին կոչված է սուրբ մնալու, հետևաբար անոնք, որոնք եկեղեցու անդամ բիդելան, պետք է սրբագենցաղ կյանքով շարունակեն ապրել։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հեռացել են հավատքից, Հովհաննես առաքյալը, ով բոլոր առաքյալներից ավելի շատ է խոսել սիրո մասին, ասում է. Եթե մեկը կա ցեզ մոտ եւ այս վարդապետությունը չունենա, նրան դու մի ընդունեք եւ նրան մի ողջունեք, ով այդպիսի մեկին ասի ողջույն, մասնակից կլինի նրա չար գործերին։ Երկրորդ Հովանու նամակի առաջին գլխու 10-11 համարներում մեջ։ Հակառականոր որ Հովհաննես առաքյալ սիրո առաքյալ է, բայց սիրելներ հստակ կերպով գսե, որ անհավատ մեկը երբ որ կա, ողջույն անգամ միտակ, որովհետև այդպեսով մասնակից կդառնաս անոր մեղքերուն։ Հինգդագարանյան ժամանակներում Սուրբ Ժողովը նույնպես առանձնացնում էր նրանց, այսինքն ժողովուրդը, որ գահավաքվեր կողքովի, ուրեմն հին Իսրայելի ժողովուրդը գարանցնացներ իր մեջ դուրս կաներ, համայնքեն ժողովեն դուրս կաներ, անոնք որոնք, գսե, ովքեր շեղվում էին հավատքից, գիրարելով հետևյալը սկզբունքը, փանագադեղից հերու։ Տվոց կրկի մեջ կարտանք, որ փանագադեղի են հերու պետք է լա։ Տվոց 12-րդ գլուխ 15-րդ համար։ Այսպես էր դեղի ունենում բաժանման գործընթացը, որբեսի այն ինչ առնչվում էր մեղքի ու բղծության հետ, դեղի ունենար փանագադեղից դուրս, ինչպես պատահեց Մովսեսի եւ Ահարոնի կրոջ Մարիամի հետ։ Նա Աստուծո մարգարեին Մովսեսին վադապանելու պատճառով Տիրոջ կողմից բաժվեց փորոդությամբ եւ Մարիամը 7 օր հերու բահվեց փանագադեղից։ Կարտացեք Տվոց կրկի 12-րդ գլխու 15-րդ համարը, պիտի տեսնեք։ Մարիամը Մովսեսի եւ Ահարոնի քույրն էր։ Օրմը դժբախտաբար չարացավ Մարիամը եւ իր եղբոր Մովսեսի դեմ չարություն խոսեցավ։ Եվ Աստված բաժեց ինք փորոդություն անոր տալով։ Եվ ինչերին, քանի որ Աստված ասած էր փորոտները պետք է դուրս հանեք փանագադեղիեն, ծեր աբրած վայրեն, որբեսի բոլորնա չբարակվին, անիգաս եւ Մարիամն 7 օր դուրս տրվեցավ մինչեւ որ մաքրվեր։ Սիրելներ, անիգա ինչի խորտանիշ էր։ Անիգա խորտանիշ էր, որ Աստված ուզեց ցույց տալ, թե ինչպես որ փորոդը գրնար վարագել մյուսները, այնպես ալ մեղավոր մարդը գրնա վարագել մյուսները առողջները։ Անորամար պետք է դուրս տրվի փանագադեղիեն, եկեղեցիեն։ Նույն պատճառով ժողովրդի մեղքերի քավության համար մատուցված զոհերի միան արյուն էր սրբարան դարվում, մինչդեռ այն անասունները, որոնց արյունը քահանայապետի ցերկով սրբարան ներբերում մեղքերի քավության համար, այդ անասունների մարմինները այրվում էին փանագադեղիից դուրս։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 11-րդ համար, որբեսի սրբարանը սուրբ մնար։ Մերած անասունը չէին մտցնել, այլ արյունը գտապեին։ Հին գդագարանում երկրի ժողովուրդներն իրենց գործած մեղքերի պատճառով բաժանվեցին սուրբ ժողովրդից։ Նոյան դաբանը նույնպես նման բաժանման օրինակ էր։ Անոնք, որոնք մեղքերու մեջ էին, հետևաբար դերը զանոնք նոյան դաբանի մեջ չփերավ։ Այլ դերը բաժնեց զանոնք։ Նոյը իր գինը, երեք զավակները եւ անոնց գիները միանանոնք դաբան մտան, իսկ մյուսները բաժնվեցան։ Նույնպես ալ սիրելեր Եբրայեցի ժողովուրդ եւ որ խոստացված երկիր եկավ, դերը 1000 անգամ իրենց ասավ, չլա որ միանակ դեղու ժողովուրդներուն, բաժնվեցեք անոնց։ Արաքյալն ագսե, անչափ կեցեք հեթանոսներեն, մաքուր մնացեք։ Նոյը, նրա որդիները եւ իրենց կանայք, ովքեր գտնվում էին դաբանի մեջ, ներկայացնում էին նրանց, ում շնորվել էր փրկություն եւ ովքեր ամիջականորեն գտնվում էին Աստուծո առաջնորդության ներքև։ Անոնք խորտանիշ էին Նոյ եւ իր ընտանիքի անդամները։ Մինչդեռ անհավատ մեղավորները թողնվել էին թրսում մահվան դիրաբեդության ներքո, որբեսի ճրերը քշելով նրանց բնաճնչեն իրենց մեղքերով հանդերձ։ Նրանք հրաժարվել էին Նոյի հետ թեպի կյանք գնալ, քանի որ նրանց գործերը դարբերվում էին Նոյի գործերից։ Նրանք բաժանվել էին իրենց իսկ կյանք շնորհած Աստծուց։ Այդպիսի մարդկանց մասին Հովհաննես առաքյալն ասում է. մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Առաջին Հովհաննես 2-րդ գլուխ 19-րդ համար։ Այլ կերպ ասած, նրանք գդրվել էին մեզանից եւ այլևս մեզ չէին պատկանում։ Ահա սիրելներ, գտեսնեք, որ հաջող նույնիսկ քուն դանիքիդ մեջ են, քու ասքիդ մեջ են, քու եկեղեցիդ մեջ են մարդիկ կելեն,
որոնք ճշմարտաբար մեղքը ընտրելով իրենք զիրենք գգդրեն ընտանիքեդ, ազգեդ, քուգյանքեդ եւ կամ թուն պետք է գդրես երբեմն, որբեսի չվարակվիս անոր մեղքերով։ Բայց մեզնից չէին արդահայտությունը նման է մեր Տիրոջ այս խոսքին. ես ցեզ երբեք չեմ ճանաչել։ Մատթեոս Ավետարանի 7-րդ գլուխը գարտացեք 21-ին 23 համարները, թե ինչպես մարդիկ պիտի կան վերջին ժամանակ եւ Տիրոջ պիտի ասեն դեր, չէ որ մենք քո անունովդ խոսքերդ խոսեցան, քո անունովդ թևեր դուրս անեցինք մարդոց մեջ էլ, քո անունովդ մենք հրաշքներ կատարեցինք եւ դերը պիտի ասե ես ցեզ չեմ ճանչնար։ Դերը զիրենք դուրս պիտի տնե, ինչպես հիմար գույսերուն հրավ, դուրս տրավ դերը, ներս չարավ դան մեջ։ Արդ, նայեցեք հութային, թեև նա Քրիստոսի 12 աշակերտներից էր, սակայն Հովանեսի նշած, բայց մեզնից չէին խոսքերը շատ լավ բնորոշում են նրան։ Հութան մարդկանց աչքերում աշակերտներից մեկն էր, սակայն սրտով եւ մտադրությամբ նրանց հետ չէր։ Այո, մարդոց աչքին 12 առաքյալները մեկն էր, բայց սրտով եւ մտքով հութան այդ խումբեն չէր։ Այսպիսով նա իրականում արժանի չէր վերջին ընթրիքին նստելու մյուս աշակերտների հետ։ Ուստի երբ նա վերցրեց հացի բադարը, սատանան մտավ նրա մեջ։ Ավետարանում հութայի մասին ասվում է, իսկ նա բադարը վերցնելով իսկույն դուրս ելավ։ Հովանու Ավետարանի 10-րդ գլխու 30-րդ համար։ Եվ այսպիսով Հավիդյան մեգուսացավ աշակերտներից։ Սիրելիներ, ասիկա կարևոր նյութ է։ Մտածեցեք, խորհրդացեցեք, որ մարդիկ կրնալալ, որ այո եկեղեցի մաս կկազմեն այսօր, բայց իրենք մտքով, հոգիով եկեղեցի մեջ չեն։ Հերույ են Աստուծո ընտանիք են, ինչպես հութան էր։ Մարդոց աչքին անոնք երևին, որ եկեղեցի մեջն են, բայց Աստված է որ գիտե, որ անոր հոգին եւ սիրտը ուր է։ Պողոս առաքյալի աշակերտ Թեմասը եւս քնած հութայի ճանապարհով։ Ով էր Թեմասը։ Թեմասը Պողոս առաքյալի գործագիծները մեկն էր եւ Պողոս առաքյալ իր նամակներում մեջ գիշե Թեմասի անունը, բայց ճշմարտաբար վերջավորության գսե որ Թեմասը աշխարհ ավելի սիրեց։ Լսեցեք։ Նա սկզբում մեզանից մեկն էր, մեծ քարոզիչ եւ Պողոս առաքյալի օգնականերից մեկը։ Առաքյալը նրան հիշադակում է Գողոսացիներին ուղված իր նամակում բժիշկ Ղուգասի անվան գողքին։ Կարդացեք Գողոսացի 4-րդ գլուխ 14-րդ համար։ Իսկ Փիլիմոնին ուղված նամակում նշում է Ղուգասի առաջ Մարգոսի եւ Արիստարքոսի հետ միասին։ Կարդացեք Փիլիմոնի նամակը առաջին գլուխ 1 գլուխ է արդեն 24-րդ համարը։ Սակայն ըստ երևույթին նա իրապես մեզնից չէր եղել, որովհետև աշխարհը սիրելով նա առաքյալներից բաժանվեց եւ որի ողբերգության մասին իր վերջին խոսքում Պողոս առաքյալն ասում է. Դեմասն ինձ լքեց եւ աշխարհը սիրեց։ Երկրորդ Տիմոթեոսի նամակի 4-րդ գլխու 10-րդ համարի մեջ կսե։ Այո, Դեմասը բաժանվեց Պողոս առաքյալից։ Աշխարհի անտեպ ունեցած սերը բաժանեց նրան ողջ ծառայությունից եւ նրա անունն այլևս չհիշատակվեց ոչ Աստվածաշունչում, ոչ հավատացյալների համայնքների մեջ, իսկ պատմությունը միայն եղերական վաղճանն է հիշատակում։ Թեմասը չկարողացավ գրել Քրիստոսի խաչն իր ծառայության մեջ եւ այդ բաժարով իրեն գդրեց Քրիստոսի կյանքից։ Արդ շատ աջախ մեղքը Քրիստոսի խաչից բաժանումն է։ Մեղքը գդրվելն է այն նեղտրնից, որից ներս մտնել մեզ հրահանգեց Տերը Մատթեոս Ավետարանի 7-րդ գլխու 10-րդ համարի մեջ, ինչպես նաև այն դժվարություններից, որոնց մասին առաքյալն ասում է. «Բազում նեղություններ գրելով է, որ մենք պետք է մտնենք Աստուծո արքայությունը»։ Այս խոսքն ալ Պողոս առաքյալը սավ Գործ Կարաքելոց գրքի մեջ 14-րդ գլխու 21-րդ համարի մեջ։ Մեղքը սերն է աշխարհին հանդեպ։ Լայն թուր է եւ ընդարձակ ճանապարհ, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում Քրիստոսի խաչին, որի մասին առաքյալն ասում է. Քրիստոսի հետ խաչ ելա, գենթանի եմ այսուհետ, բայց ոչ թե ես, այլ իմ մեջ է ապրում Քրիստոսը։ Պողոս առաքյալի խոսքն է Քաղաքացիներուն նամակի 2-րդ գլխու 20-րդ համարեն։ Արդ, ով ինքն իրեն բաժանում է խաչից, ինքն իրեն բաժանվում է Աստծուց եւ հավատացյալների համայնքից։ Որքան հեշտ է մեղքի մեջ ընկած եւ մեղք գործելը սովորություն դարձած մարդուն գդրվել եկեղեցուց։ Իսկապես, որքան հեշտ է գդրվել եկեղեցին։ Մանավանդ անոնց, որոնք մեղք գործելը սովորություն դարձած են։
Նա առանձնանում է սրբերի ինգերակցությունից եւ փնտրում մեկ այլ խումբ, որի անդամները կհամաձայնվեն նրա վարկագծի հետ եւ չեն հանդիմանի նրան իր մեղքերի համար։ Մեղավորը գուզե մեղավոր շրջանակ ունենալ, որբեսի եւ որ մեղքեր կործե չի հանդիմանվի։ Մեկ իրեն չսե որ կործած մեղք է, որովհետեւ այդ շրջանագի մարդիկն ալ ամենքնալ մեղք կործողներ են, մեղավորներ են։ Մեղավորն անչափվում է նաև եկեղեցուց, խույս տալով հոգևոր հանդիպումներից, խոստովանությունից եւ սուրբ հաղորդությունից։ Նա իր համար ծրագրում է նոր ընթացք, որով կարող է ընթանալ իր մեղավոր կյանքում առանց որևէ մեկի կողմից քննադատության կամ դատաբարտության։ Ավելին, նա իրեն զրկում է Աստվածաշնչի եւ հոգևոր քրքերի ընթերցանության օգուտներից, քանի որ ի վիճակի չէ այնտեղ թելադրված հոգևոր կյանք ապրել։ Այո, որովհետև Աստվածաշունչը թե գարտա, Աստվածաշունչը հայելի է։ Պիտի հանդիմանվի Աստծո խոսքերով, անորամար Աստծո խոսքն չուզեր մտի գնել կամ գարտալ։ Հետևաբար, եկեղեցին չէ որ գդրվում է նրանից, ասիկա շատ կարևոր է։ Ոչ թե եկեղեցին է որ մեղավորեն ինքզին կգդրե, այլ նա ինքն իրեն է անչադում եկեղեցուց։ Նա հերանում է իր սրտի եւ սկացմունքների ներաշխարից, մտածելակերպից եւ իր կյանքի ուղուց, որոնց ընթանում էր փոխարենը նախընտրելով մարմնի եւ աչքերի ցանկությունը կամ բարձինալ իր ունեցածով կամ արածով։ Առաջին Հովանու նամակի մեջ կսվի այս խոսքը, երկրորդ գլուխ 16-րդ համար։ Եվ կամ էլ թրամն է սիրում, այն հարուստ երդասարտի պես, ով դրտմած հեռացավ Քրիստոսից, քանի որ շատ հարուստ էր եւ պատրաստ չէր հրաժարվել իր հարստությունից Հիսուսին հետևելու համար։ Մատթեոս 19-րդ գլուխ 22-րդ համար։ Հետևաբար սիրելի քույրեր եղբայրներ, մեղքը ահավոր բան է, իսկապես ահավոր բան է։ Մեղքը մեզ Աստծուց մեկ երացնե, կբաժնե, մեղքը մեզ սրբերու թասեն, սրբերու խումբեն գգդրե։ Չգդրենք մենք մեզ սուրբերեն, չգդրենք մենք մեզ Աստծո զավակներեն, չգդրենք մենք մեզ եկեղեցիեն։ Եկեղեցի մեզ չի գդրել, այլ մենք է որ մենք մեզ գդրած կլանք։ Ընդհանրապես սիրելիներ, եկեք թարնանք առ Աստված։ Եկեք ընդունենք որ մեղավոր ենք։ Եկեք սիրելիներ մեր անձը խոնարհեցնենք Տիրոջ դիմաց, մեր գուրծ կծեծենք, ինչպես որ Մաքսավոր արավ, եւ խոստովանելով մեր մեղքերը ասենք. Դեր ները մեղքերս, մեղավոր եմ ես։ Արյունովդ լվա ինձի, Տեր Հիսուս Քրիստոս, որովհետեւ մաքրվիմ եւ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։